Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում ես այսօր զրուցելու եմ իմ գործընկեր լրագրող Դավիթ Սարգսյանի հետ, ողջույն ձեզ, Դավիթ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական հանրային հեռուստաընկերությանը էքսկլյուզիվ հարցազրույց տվեց, խոստացավ երկու հարցի պատասխանել, բովանդակալից անդրադարձավ ադրբեջանցիների հարցերին։ Նախկինում ես չեմ հիշում, որ հայ որևէ քաղաքական գործիչ ադրբեջանական որևէ լրագրողի էքսկլյուզիվ հարցազրույց տա։ Վերջին անգամ նույնիսկ չեմ հիշում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բացի ՀՄԷԿ-ից ում է էքսկլյուզիվ հարցազրույց տվել, ինչպես է վերաբերվում ընդհանրապես այս երևույթին, երբ որ Հայաստանի ղեկավարը այդպես սիրալից կանգնել եւ պատասխանում էր ադրբեջանական լրատվամիջոցի հարցերին։ Ես նախ ուզում եմ հիշեցնել, որ այն պահին, երբ Տիրանայում Ադրբեջանի պետական հեռուստաընկերության լրագրող ներկայացած անձի հարցերին էր պատասխանում հայաստանյան վարչախմբի ղեկավարը, այդ նույն րոպեներին հայաստանյան դատարաններից մեկում հայ կին լրագրողի խափանման միջոցի հարցեր քննվում։ Ընդ որում, եթե ծանոթանում ենք այդ գործի հանգամանքներին, դժվար է նույնիսկ զսպել ծիծաղը։ Խոսքը ավելի քան 4 տարվա վաղեմության մի դեպքի մասին է։ Ես առանձնահատուկ եմ կարևորում, որովհետև այս մի դրվագը շատ հստակ ցուցանում է վարչախմբի եւ նրա ղեկավարի վերաբերմունքը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին եւ իմասնավորի հայ եւ ադրբեջանցի լրագրողներին։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ սա Փաշինյանի ադրբեջանցի լրագրողների կամ մեդիա գործիչների հետ առաջին շփումը չէ բնավ։ Առաջինը տեղի ունեցավ 2019 թվականի աշնանը, երբ նա Միլանի հայկական եկեղեցում հանդիպում էր տեղի հայ համայնքի հետ եւ այդ պահին չգիտես թե ինչպես այդտեղ հայտնվեց ադրբեջանցի վիդեոբլոգեր ներկայացած մի անձ եւ ռուսերեն սկսեց հարցապնդումներ անել Փաշինյանին, ասելով «Վիժե դիմոկրատ» եւ երբ նույնիսկ տեղի հայ ժողովուրդը, այսինքն այդտեղ հավաքված միլանահայ հարյուրավոր մեր հայրենակիցները փորձեցին զսպել ադրբեջանցուն, քանի որ նա Արցախի ադրբեջանական պատկանելիության մասին պնդումներ էր անում։ Փաշինյանը սաստեց իր հայրենակիցներին եւ խնդրեց հնարավորություն տալ իր ջարդված ռուսերենով պատասխանելու ադրբեջանցի բլոգերի հարցին։ Բայց նույն այդ Փաշինյանն է, որ առավոտից երեկո իրեն ոչ հաճո լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ թույն ու թարախ է տարածում եւ իր ուսապարկերին հրահանգավորում անձնական ատելության եւ թիրախի դաշտում պահել իրեն քննադատող, իրեն ընդդիմախոսող ոչ միայն լրատվամիջոցներին կամ նրանց հետ ասոցացվող քաղաքական շրջանակներին, այլև նրանց լրագրողներին։ Ասենք օրինակ, նրա ամենատխրահռչակ ուսապարկերից մեկը լրագրողներին անվանում է վերբալ մարմնավաճառներ։ Եվ ընդհուպ ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ասում է, ինչ է, մենք չենք ուզում լրագրող ծեծել, բայց դիմանում ենք այդ գայթակղությանը։ Եթե իրենց ոչ ականջահաճո հարցեր են հնչում, ապա լրագրողի անձնական թիրախավորման անցնելով ասում են կգնաս տերերիդ այդ հարցը կտաս եւ այսպես շարունակ։ Սա վկայում է, որ ինչպես ադրբեջանցի ժողովուրդը եւ Ադրբեջանը առհասարակ, այնպես էլ ադրբեջանցի լրագրողները, եթե այդպիսիք այս բնության մեջ գոյություն ունեն, շատ ավելի ծանրակշիռ տեղ են զբաղեցնում այս վարչախմբի համար, քան հայկական լրագրությունը եւ հայ լրագրողները։ Անուշ Միրզոյանի դեպքից խոսեցիք, փաստորեն 4 տարի առաջ տեղի ունեցած դեպքեր էլ դրանք չի կարելի անվանել, որտեվ դեպք սովորաբար անվանում ենք ոչ ստանդարտ ինչ-որ իրավիճակը։ Մարդը փաստորեն իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել եւ դա դեպք չէ, դա ուղղակի իրողություն է եւ 4 տարի անց իր մասնագիտական գործունեությունը որակում են որպես, եթե չեմ սխալվում, անկարգություններ կազմակերպել, զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ հանրային քրեական հետապնդում են սկսում լրագրողի նկատմամբ։ Ինչու իշխանությունը վերջին շրջանում հատկապես նաև լրագրողներն է սկսել թիրախավորել, որովհետև մենք շուտով նաև մեկ այլ դեպքի կանդրադառնանք։ Ոչ միայն վերջին շրջանում, իշխանության գալու առաջին իսկ օրից վարչախումբը թիրախավորել է լրագրողներին, ընդ որում դա բնավ չի սկսվել 44-օրյա պատերազմից հետո, երբ ճշմարտությունը մեր գործընկերները, ես, դուք եւ մեր շատ այլ արժանապատիվ ու պատվախնդիր սկզբունքային գործընկերներ սկսեցին ջրի երես անել։ Դա սկսվել է իրենց իշխանության առաջին օրերից, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ
ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր էին անում այն ժամանակ բավական փոքրածավալ թվով ընդամենը հատուկենտ մի քանի անդիմադիր կամ ոչ իշխանական հայացքներ ունեցող լրագրողների։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում կային խմբագրություններ, որոնք, ասենք, օրինակ ձվահարվում էին, հավկիտներով գալիս այդ խմբագրությունը գրողում էին։ Ֆիզիկական սպառնալիքի կոչեր էին հնչում սոցիալական ցանցերում։ Այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ապելության խոսք էին տարածում։ Երեխաների լուսանկարներն էին տարածում։ Իրենց կեղտոտ ոտներով մտնում էին այդ մարդկանց կանանց ընտանիքներ։ Եվ սա մեկ նպատակ ուներ՝ վարկաբեկել իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության ինստիտուտը առհասարակ։ Պարզ է, որ այն ժամանակ իրենք խնդիր չունեին որևէ լրագրողի թիրախավորելու, որովհետև շատ բարձր հանրային հեղինակություն ունեին 2018 եւ ընդհանուր 2019 թվականին, բայց դա արվում էր հեռահար երկարաժամկետ նպատակով։ Ենթադրաբար գիտեին, որ նման աղետներ են լինելու, եւ այդ աղետներից հետո, ահա, պետք է, որ այդ լրագրողները արդեն իսկ հեղինակազրկված լինեին։ Հիմա իրենք փորձում են լրագրողի ասած խոսքին հակադարձել ոչ թե այդ խոսքի բովանդակային քննարկմամբ, ոչ թե այդ խոսքում հնչած փաստարկները հերքելով կամ դրանց հակադարձելով, այլ լրագրողի անձին թիրախավորելով։ Եվ խոսքը միայն լրագրողներին չի վերաբերում, առհասարակ բոլոր նրանց, ովքեր ընդդիմախոսում են, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, ընդդիմադիր ուժեր եւ այլն։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ընդդիմախոսում այս իշխանությունը։ Ինքը թիրախը փոխում է բանավեճի առարկան տեղափոխելով դեպի իրեն քննադատող սուբյեկտը, անձը, չքննելով դրա բովանդակությունը։ 2019 թվականի հունվարին էր, որ հայաստանյան բանտերից մեկում 44 օր տևած հացադուլից հետո մահացավ մեր գործընկեր Մհեր Եղիազարյանը։ Եվ այն ժամանակ այսօր իրավապաշտպան ներկայացող շատ կառույցներ ուղղակի չարձանագրեցին այդ դեպքը, չմտցրին միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներ։ Շատերը մոռացել են այդ մասին, Սոնա Մնացակայանի մասին չեն հիշում կամ Արմեն Գրիգորյանի, որ մնաց Մհեր Եղիազարյանի մասին հիշեն։ Եվ հետևաբար լրագրողների եւ ընդհանուր առմամբ քննադատական խոսքի թիրախավորումը, հարգելի կորուն, երկարաժամկետ նպատակ ունի։ Իրենք հիմա պատրաստվում են ընտրությունների, ինչպիսին էլ դրանք լինեն, հերթական թե արտահերթ, ինչպես տեսնում եք, նաեւ իշխանապողության այլ տարբերակներ են քննարկվում, մասնավորապես անվստահության հայտնելու գործընթացը, եւ բոլոր այս դեպքերում շատ կարեւոր է հանրային վերահսկողության եւ իմաստնավորի լրագրության ինստիտուտի վարկաբեկումը, այսինքն բոլորին ծախու պիտակով անվանակոչելը, բոլորին ծախու անվանելը, նույն բանը արեցին Արթուր Չախոյանի հետ։ Փաստորեն չհերքելով նրա տարածած բովանդակության իսկությունը, ընդունելով, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա, նույնիսկ իրավապաշտպան կոչվող անձանցից մեկն էր դա ընդունել, բայց ասում է նա ծախու է։ Եվ այստեղ արդեն քննադատական մտածողության տեղ չի մնում մեր շատ հայրենակիցների համար, սկսում են մտածել, թե ում ականջներն են հետևում այդ մարդկանց։ Մեր Եղիազարյանի հետ կապված ուղղակի մի բան հիշեցի, այդ օրերին արդարադատության նախարարը Արտակ Զեյնալյանն էր, երբ որ Մհեր Եղիազարյանը մահացավ, եւ երբ ես հարցի ով է ի վերջո այդ մահվան պատասխանատուն եւ մեղավորը, Արտակ Զեյնալյանն ասաց դուք եք դրա մեղավորը, նույնիսկ այն ժամանակ էլ փաստորեն լրատվամիջոցներն էին մեղավոր, որ իրենց գործընկերը կալանավայրում մահանում են։ Քանի որ Արտակ Զեյնալյանը Տիգրան Տեր-Մարգարյանի կուսակիցն է, այո։ Ես կարծում եմ, որ եթե այսօր այս պահին դուք նրան հարց ուղեք, թե ով է Արթուր Չախոյանի ծեծի մեղավորը, նա դարձյալ կասի դուք եք մեղավոր։ Անշուշտ։ Լիլիթ Աղեկյանը, մեր մյուս գործընկերը, Գյումրիից հետաքննող լրագրող, ձերբակալվում է, բերման է ենթարկվում, մի սարսափելի պատկեր, գիշեր ազգեստով փաստորեն, մարդուն, այսպիսի խայտառակություն նույնիսկ չես կարող բառերով նկարագրել, ես հիմա դժվարանում եմ հարցը ձևակերպել ու նկարագրել այդ իրողությունը, նա էլ մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, այսինքն կրկին խոսք հնչեցնելու համար, իդեպ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ որևէ հանցագործություն նրանց փաստորեն չի մեղսագրվում, բացի խոսք հնչեցնելուց, հա, այսինքն ստացվում է, որ լրագրողների միակ հանցագործությունը հանրային խոսք հնչեցնելն է եւ նրանք դրա համար փաստորեն կարող են քրեական հետապնդումների ենթարկվել եւ
Եվ նաև խուժանական հարձակումների ենթարկվել, որտեղ մարդուն գիշերազգեստով բերման ենթարկելը որևէ կերպ չի կարող քրեական դատավարության օրենսգրքի մաս համարվել, նկարագրված արարք համարվել, որն է ձեր մեկնաբանությունը այս դեպքի հետ կապված։ Եվ այս դեպքի եւ դրան նախորդած մի քանի դեպքերի պարագայում ակնհայտ է վարչախմբի անձնական քինախնդրությունը իրենց ընդդիմախոսների հանդեպ։ Որքանով որ հետևել ենք մեր գործընկերուհի Լիլիթ Աղակյանի վերջին տարիների գործունեությանը, այն ուղղված է եղել Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի իշխանությունների, հատկապես իրավապահ կառույցների, տեղի իրավապահների անգործությանը, հանցանքների պարտակմանը։ Եվ քանի որ այստեղ նաեւ ըստ ամենայնի անձնական թիրախավորում է գնացել, այսինքն այդ անձինք համարել են, որ Լիլիթ Աղակյանը իրենց հանցանքների կամ անգործության մասին է խոսում, եւ իրենք էլ բանեցնելով իրենց ունեցած իշխանությունը, չարաշահելով դա, վերազանցելով իրենց տրված լիազորությունը, փորձել են նման ստոր մեթոդով իբր պատժել այս կնոջը։ Մենք պիտի իհարկե լրագրողական համայնքում ընդհանուր առմամբ հասնենք մի այնպիսի կոնսոլիդացիայի աստիճանի, որը հիմա ցավալի համեմատություն եմ անում, կար 15 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին բանտարկելիս։ Այն ժամանակ օրինակ նույնիսկ պայմանական ասած իշխանական լրատվամիջոցների եւ խմբագիրների մեծագույն մասն էր ստորագրում Հոկուտ Փաշինյանի ազատ արձակման եւ շատ մեծ տարբերություն չկար լրագրողը որ ճամբարից է նման բևեռացում, նման ճամբարավորում այս աստիճանի գոյություն չուներ։ Բնականաբար բոլորն էլ գիտեին, ենթադրում էին, թե որ լրատվամիջոցը որ քաղաքական ուժի հետ կապեր ունի եւ որպես կանոն ով ում է ֆինանսավորում։ Բայց մարդկային եւ գործընկերային հարաբերությունները բնականon էին։ Հիմա դու ինքդ աշխատում ես ազգային ժողովում եւ տեսնում ես, թե տրամագծորեն հակադիր խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոցների լրագրողները ոչ միայն խմբագիրները կամ սեփականատերերը, այլև լրագրողներն անգամ իրար հանդեպ ինչպիսի ոչ բարյացակամ վերաբերմունք ունեն։ Ես նույնիսկ չեմ խոսում մասնագիտական էթիկայի մասին, այսինքն օրինակ գրագողության կամ այլ դեպքերի։ Ես խոսում եմ ընդհանրապես մարդկային վերաբերմունքի մասին իրար նկատմամբ։ Նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չի եղել։ Միշտ եղել են կարմիր գծեր, որոնք որևէ դեպքում լրագրողները որպես գործընկեր չեն հատել։ Եթե ազգային ժողովի որևէ падգամավոր ազգային ժողովում հրապարակավ վատ է արտահայտվել, վատ վերաբերմունք է ցույց տվել որևէ լրագրողի հանդեպ, ապա ընդհանուր առմամբ եղել է մասնագիտական համերաշխություն պաշտպանելու այդ լրագրողի իրավունքները։ Մհեր Արշակյանից մինչև Գոհար Վեզիրյան այդ դեպքերը միշտ եղել են, անցած օրինակ տասնամյակում։ Ես ինքս աշխատել եմ, հրաշալի հիշում եմ, դրանից առաջ էլ է եղել, 90-ականներից սկսած դա եղել է։ Հիմա դա չկա։ Եվ բնականաբար վարչախումբը ամեն ինչ անում է, որ դա չլինի։ Ասենք օրինակ նորմալ չի, չէ՞, որ CVKM-ի լրագրողին եւ ձեր լրատվամիջոցի լրագրողին կամ որևէ այլ մասնագիտական էթիկայի նորմերին հետևող լրագրողին դնես մի հարթության մեջ։ Պարզ է, չէ՞, որ եթե սկզբունքային ու արժանապատիվ մի լրագրողի հետ մի միջադեպ է տեղի ունենում, CVKM-ի լրագրողի ստորագրությանը որևէ մեկը չի սպասում պետիցիա կազմելիս։ Գիտեն իրենք, որ չեն միանալու կամ Հայկական ժամանակը կամ մյուս լրատվամիջոցները։ Սա շատ ցավալի իրողություն է, որովհետև կրկնում եմ ընդհանուր առմամբ մասնագիտական համերաշխությունն է խաթարված մեր միջավայրում եւ լրագրողները, որոնք իրենց մասնագիտական պարտքն են կատարում, սկսել են ասոցացվել այս իշխանության թեթև ձեռամբ այն քաղաքական ուժերի եւ դրանց ղեկավարների կամ սեփականատերերի հետ, որոնք վերահսկում են այդ լրատվամիջոցները։ Մինչդեռ լրագրողները ընդհանրապես այդ լրատվամիջոցի խմբագրական գիծը ворթեգրած եւ որպես կանոն հիմնականում մասնագիտական էթիկայի շրջանակում գործող իմ եւ ձեր հարգարժան գործընկերներն են։ Թող չմոռանան, որ այս խմբակցության մի քանի տասնյակ անդամներ իրենք վայ լրագրողներ էին ոչ բարով։ Իրենք նույնիսկ քաղաքական հակառակորդ են ընկալում լրագրողներին։ Երեք օրինակ Վահագն Ալեքսանյանն ինձ ասում էր դուք երբ շարժում եք ձևավորում, բայց ես ինչ շարժում եմ ձևավորել, ասում եմ դե դուք ընդդիմությունն է, էլի։ Այսինքն իրենց մոտ ով որ իրենց հակընդդեմ խոսք կասի, այսպես մի բան են, էլի հավաքական կերպար են ձևավորել իրենց համար եւ այդպես էլ առաջնորդվում են։ Բայց մենակ լրագրողները չէ փաստորեն, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, թիրախավորվում են, այլ նաև
կարող են թիրախավորվել ընդհանրապես ընդդիմադիր խոսք հնչեցնող ցանկացած մարդու եւ այս անգամ օրինակ Լևոն Քոչարյանն էր, դա ում հոր մասին ինչ ասեցին եւ հոր եւ պապի մասին եւ ես իհարկե որևէ մեկ հայոյանքը չի կարող պաշտպանել հայոյանքի իրավունքը, այսպես ճակերտավոր ասած, բայց երբ որ դու անընդհատ մարդու հարազատին վիրավորում ես, ընդ որում ոչ նորմատիվային լեքսիկոնով խոսելով, պետք է նաև պատրաստ լինես, որ նման եւ համարժեք պատասխան ես ստանալու։ Դուք նկատել եք Դավիթ վերջին շրջանում, որ ԿՊ-ի խոսույթը մի տեսակ ավելի փողոցային է դարձել։ Եթե նախկինում իրենք գոնե մի փոքր ակադեմիականություն էին փորձում հաղորդել իրենց խոսքին, մի փոքր փաստարկվածություն, հիմա ճիշտ հակառակը։ Կարծես կներեք արտահայտության որ տեցի կռուգում լինես։ Իրենք այդպիսի միջավայր են ձևավորել ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին կամ իշխանափոխությունը ինչպես էլ որ այն լինի, դրան ընդառաջ իրենք հիմա ակտիվ փնտրտուքի մեջ են, թե ինչպես պահել եւ կամ վերահսկել իրենց կորսվող ընտրազանգվածին։ Մի ընտրազանգված, որը ավազի պես հոսում է մատների արանքով, բայց ցավոք սրտի այն բոլոր փաստարկները, որ իրենք բանեցնում են իրենց երբեմնի կողմնակիցների ուղղությամբ, վաղուց այլևս չեն գործում։ Տեսեք, իրենք հիմա Հայաստանի բոլոր նախկին նախագահների, այս փուլում իմաստնավորի երկրորդ նախագահի, նաեւ գրեթե նույն ինտենսիվությամբ երրորդ նախագահի, ավելի պակաս առաջին նախագահի ուղղությամբ շատ թունոտ ատելությամբ լի կոչեր են անում եւ կամ գնահատականներ են տալիս նախկին 3 նախագահների կառավարման շրջանին։ Բայց ԿՊ-ի քաղտեխնոլոգները ցավոք սրտի առ այս պահը չեն հասկանում, որ ընտրազանգվածի համալրման առումով դա այս փուլում 2025 թվականի մայիսին իրենց համար այլևս խնդիր չի լուծում։ Դա 2018-ին եւ ընդհանուր 2021-ին կարող էր խնդիր լուծել, բայց այս փուլում այլևս այդ խնդիրը չի լուծում։ Բոլոր սոցհարցումները առանց բացառության ցույց են տալիս, որ մեր բնակչության կեսից ավելին տոտալ հիասթափություն ունի բոլոր քաղաքական ուժերից առանց բացառության։ Բայց դա եւ խոսքը փաստորեն ավելի քան 1 միլիոն մարդու մասին է։ Բայց այս ավելի քան 1 միլիոն մարդը, եթե նույնիսկ գնա տեղամաս, վստահաբար ԿՊ-ի օգտին չի քվեարկելու։ Բայց նույնիսկ եթե ասենք ամիսներ առաջ կար մի չնչին շանս, որ ԿՊ-ն ինչ որ մի հրաշքով կարող էր վերականգնել իր երբեմնի ընտրազանգվածի վստահությունը, հիմա հետևողականորեն դա էլ են կորցնում, որովհետև հակատեր-պետրոսյանական, հակաքոչայանական կամ հակասարգսյանական խոսույթով իրենք դա չեն վերականգնելու։ Առավելևս չեն վերականգնելու փողոցային ժարգոնային բառապաշարի անցնելով։ Եվ շատ դժվար է այստեղ ենթադրություն անել, թե որն է նրանց հաշվարկը։ Փողոցային լեզվով ասած տղամարդ լամիշ լինելու գինը որն է։ Եթե իրենք փորձում են մարդկանց վստահություն ներշնչել, թե իբր իրենք տիրապետում են իրավիճակին, վերահսկում են այդ իրավիճակը եւ ինչպես ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձներ ասում վստահ են, որ նույնիսկ 50+1-ով են անցնելու, ապա դա հենց իրենց վախերի, իրենց ներքին հուզմունքի եւ տագնապի մատնումն է, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ։ Իրենք էլ մեզնից ավելի հետևողականորեն հանրային կարծիքի ուսումնասիրմամբ են զբաղված։ Պարզ է, որ այդ տվյալները չեն հրապարակում։ Այն ինչ որ իրենք ասում են, պարզ է, չէ, որ նույնիսկ իրենք դրան չեն հավատում։ Եվ չգիտեմ ինչ հրաշք պիտի տեղի ունենա, որ իրենք սկսեն հավատալ իրենց իսկ մատուցած ենթադրենք սոցիոլոգիական հարցման տվյալներին։ Բայց մի քիչ էլ պիտի մոտենանք ընտրական հանգրվանին, եթե դա տեղի ունենա, եթե մինչ այդ որևէ այլ ֆորս մաժոր չլինի, եւ այդ ժամանակ, երբ ուրվագծվեն հիմնական անդիմադիր խաղացողները, հատկապես նախկին նախագահների եւ նրանց ուժերի մասնակցությունը, նաեւ այսպես ասած երրորդ ուժերի մասնակցությունը, այս պահին արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ունեցողների, այդ դեպքում նոր կերևա ԿՊ-ի դիրքավորումը։ Մի բան է ակնհայտ, որ ԿՊ-ն հիմա աճեցնում է ջերմոցային ընդդիմություն։ Դա այսպես կոչված Եվրոդաշինքն է, որը փաստացի արդեն իսկ փլուզվել է եւ նոր-նորքի տխրահարճակ թաղապետի ծեծից հետո դա ակնհայտ դարձավ։ Երբ նաեւ դուք ձեր գործընկերները
ես գիտեմ, որ ձեր լրատվամիջոցից նաև զանգահարում եք այդ Եվրադաշինքի մաս կազմած մյուս կուսակցությունների ղեկավարներին, իրենք հրաժարվում էին այդ ծեծի պատասխանատվությունից։ Մինչդեռ իրենք համազոր քաղաքական պատասխանատվություն են կրում դրա համար, այնպես ինչպես ՔՊ-ն, որովհետև ՔՊ-ն եւս Երևան քաղաքում հենց ՔՊ-ն է փաստացի կոալիցիայի մեջ այդ կուսակցության, Հանրապետություն կուսակցության հետ։ Հիմա կերևա, թե Արամ Զավենի Սարգսյանը եւ ավելի մանր մուներ մյուս կուսակցությունները, որոնք արևմտյան եվրոպական արժեքների անվան տակ են ներկայանում, բայց իրականում մարդ ծեծելը արդարացնելով են զբաղված, ինչ դերակատարում կունենան Փաշինյանի համար։ Նրանք վստահաբար եւ կյանքը քանիցս ապացուցել է, որ գրպանային, ջերմոցային ընդդիմություն են եւ ընդդիմություն խաղալով քրիտիկական իրավիճակում մշտապես աջակցում են Փաշինյանին, մշտապես պաշտպանում են նրան, գալիս են համատեղ կոալիցիա են կազմում, փողոցային շարժման օրերին, ասենք օրինակ անցած տարի այս օրերին սրբազան շարժման պիկին, իրենք անվերապահ աջակցություն են հայտնում Փաշինյանին, այդ դեպքում է ահա երևում, թե որ ուժն է ընդդիմադիր եւ որը իշխանական կամ իշխանամետ։ Եվ կուզեմ նաև մի թեմայի անդրադառնանք իմպիչմենտի հնարավորությանը, գիտենք, որ կան հասարակական գործիչներ, նաև պատիվ ունեմ խմբակցությունը, հանրապետական կուսակցությունը կողմ են արտահայտվում իմպիչմենտ սկսելու գաղափարին, Հայաստան խմբակցությունը թերահավատ է այդ հարցում, թեև ասում է, որ պակասող ստորագրությունները կապահովեն, եթե համապատասխան քանակի ստորագրություններ հավաքվեն փաստորեն, ձեզ որպես ոչ քաղաքական գործիչ, որտեղ քաղաքական գործիչները սովորաբար տարբեր ճամբարներում են լինում եւ հենց այդ ճամբարներով պայմանավորված էլ իրենց խոսքը հնչեցնում են, իրականում կա հիմա իմպիչմենտի հնարավորություն եւ հնարավոր է, որ ՔՊ խմբակցությունում լինեն մարդիկ, ովքեր դեմ կգնան Նիկոլ Փաշինյանին եւ կստորագրեն իմպիչմենտի տակ։ Եկեք ձեր հարցը մի քանի մասի բաժանենք։ Իմպիչմենտի հիմքեր առավել քան առկա են եւ դրանք առկա են 2022 թվականի օգոստոսի 2-ից, երբ առաջացավ սահմանադրական հնարավորություն իմպիչմենտի ենթարկելու։ Խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը եւ Դաշնակցությունը եւ Հանրապետականը եւ արդեն այդ երկու դաշինքները լքած վերածնվող Հայաստան ու հայրենիք կուսակցությունները, դրանց ղեկավարները կամ ներկայացուցիչները բազմիցս խոսել են այս իշխանության հեռացման անհրաժեշտության մասին, իսկ դա ոչ այլ ինչ է, քան հենց անվստահություն հայտնելը, որը սահմանադրական մեխանիզմ է։ Ինչ վերաբերում է падգամավորների պատրաստակամությանը դա նախաձեռնելու, ապա դա բնականաբար թողնված է յուրաքանչյուր падգամավորի խղճին, եւ սահմանադրությունն էլ սահմանում է, որ յուրաքանչյուր падգամավոր ներկայացում է ողջ ժողովրդին եւ գործում է իր խղճի մտոք, կաշկանդված չէ հրամայական մանդատով։ Իհարկե մենք նորելուկ խորհրդարանական երկիր ենք, մի քիչ էլ ծիծաղելի է, երբ հիմա ասում ենք խորհրդարանական երկիր, որովհետեւ իրականում խորհրդարանը պիտի կառավարությանը վերահսկեր, բայց ճիշտ հակառակն է։ Կառավարությունը, ավելի կոնկրետ գործադիրի ղեկավարը վերահսկում է 69 հոգանոց ՔՊ խմբակցությանը եւ նաեւ այդ խմբակցությանը հարող 1-2 падգամավորի, որոնք առանձնացել են, դուրս են եկել անդիմադիր երկու խմբակցություններից, իդեպ խախտելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որովհետև անկախ падգամավորի կարգավիճակ չկա։ Բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական, իրապես խորհրդարանական պետությունում այն, ինչ կոչվում է ֆրակցիոնիզմ, այսինքն խմբակցությունների ներսում փոքր падգամավորական խմբերի որոշակի ինքնուրույնություն, որոնք կարող են կուսակցական հիմնական գծից տարբերվող դիրքորոշում ունենալ։ Շատ ցանկալի կլիներ ուղղաձիգ եւ կենտրոնացված կառավարումը ցանկացած այդ թվում ընդդիմադիր ուժի համար լավ բան չէ։ Ներքին ժողովրդավարությունը ճիշտ հակառակը շատ լավ է։ ՔՊ-ն ժամանակին առավոտից երեկո խոսում էր ներքին ժողովրդավարության մասին, ինչպես հիշում եք, ելք դաշինքը նույնիսկ ձևավորվում էր փակ քվեարկությամբ, թե առաջին 3 ովքեր պիտի լինեն ցուցակում։ Իդեպ Փաշինյանը այդտեղ երրորդ տեղը զբաղեցրեց։ Առաջինը Մարուկյանն էր, երկրորդը Արամ Զավենի Սարգսյանը, երրորդը միայն Փաշինյանը։ Խոսքը 17 թվականի ընտրությունների մասին է։ Բայց ընդհանուր առմամբ այս խնդիրը բնորոշ է նաև մեր ընդդիմադիր կուսակցություններին եւ ամբողջ քաղաքական համակարգին առհասարակ։ Ցավոք սրտի մենք այնպիսի քաղաքական ավանդույթ ունենք, երբ անհատ падգամավորը, ընդ որում խոսքը վերաբերում է ազգային ժողովի բոլոր 107 падգամավորներին, ինքնուրույն որոշում ի վիճակի չէ կայացնելու սկսել իմպիչմենտի գործընթացը, թե ոչ, կամ առհասարակ որևէ քաղաքական նախաձեռնություն ցուցաբերել, թե ոչ, ավանդույթն է այդպիսին։
Միգուցե նաև քաղաքական տրամաբանությունն է այդպիսին, որովհետև ընդդիմադիր երկու խմբակցությունները ամեն դեպքում ինստիտուցիոնալ քաղաքական ուժեր են ներկայացնում։ Կարելի է տարբեր մոտեցում ունենալ հանրապետականին կամ դաշնակցությանը, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ դրանք երկուսն էլ ինստիտուցիոնալ քաղաքական ուժեր են, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երևանում ունեն տարածքային կառույցներ, ունեն ներկայացվածություն տեղական մակարդակում եւ ունեն քաղաքական շատ մեծ փորձ։ Դաշնակցությունը անհամեմատ ավելի, հանրապետականն էլ առնվազն վերջին 10 տարիներին կառավարման, դրանից առաջ էլ գոնե խորհրդարանական կոալիցիոն կառավարման։ Հետևաբար այս որոշումները ցավոք սրտի ստացվել է այնպես, որ անհատ падգամավորների մակարդակում չեն կայացվելու, այլ կայացվելու են այդ կուսակցությունների ղեկավար մարմինների դեպքում։ Ես ամեն դեպքում ենթադրում եմ, որ падգամավորները, ընդդիմադիր падգամավորների մեծամասնությունը տեսնում է, որ մինչև 2026 թվականի ընտրություններ կա հնարավորություն գնալու վարչապետին ամստահություն հայտնելու ճանապարհով եւ թույլ չտալու Փաշինյանին, որ նա կազմակերպի 26 թվականի ընտրությունները, որոնք վստահաբար լինելու են մեր նորագույն պատմության ամենախայտարակ ընտրությունները։ Մենք դա տեսել ենք 2018-ի սեպտեմբերից սկսած, երբ նա Երևանի ավականու արտահերթ ընտրություն կազմակերպեց։ Իդեպ շատերը պատկերացնում են, որ ընտրախախտումները միայն լույս անջատելով 90-ականների հայտնի մեթոդներով եւ քվեատուփերի լցոնմամբ պիտի լինեն։ Իդեպ եւ մեկը եւ մյուսը եղել են անցնող տարիներին, հատկապես լույս անջատումները ընդամենը 2 ամիս առաջ տեսանք Գյումրիում եւ բավական առատ։ Ես ինքս այնտեղ եմ եղել ու տեսել եմ, որպես դիտորդական առաքելություն իրականացնող, բայց խոսքը այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ընդհանուր առմամբ քաղաքական միջավայրը այնքան թունավոր է, ատելության խոսքի մակարդակը այնքան բարձր է, որ դու չես կարող նախընտրական քարոզարշավ անել այդ պայմաններում։ Ակնհայտ անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող երկրի ղեկավարը եւ ԿՊԱ-ական падգամավորները, որոնք փորձում են կապկել, նմանակել իրեն, խախտում են Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի բանաձևերից մեկը, ըստ որի իշխող ուժի կողմից նախընտրական շրջանում ատելության խոսքի բանեցումը մրցակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ համարվում է ընտրախախտում։ Հետևաբար մեր հանրությանը պիտի բացատրենք, որ ընտրախախտումը պարտադիր չէ, որ լինի լցոնման կամ լույս անջատելու տեսքով քվեարկության օրը։ Ընտրախախտումները կարող են լինել ընտրությունից առաջ, ընտրության ընթացքում եւ ընտրությունից հետո։ Ու մի բան էլ հիշենք, որ սրանք ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այնպես են փոխել, որ նույնիսկ քվեարկության ավարտից եւ արդյունքների ամփոփումից հետո հնարավոր է արդեն իսկ ամփոփված արդյունքները չեղարկել արտակարգ կամ ռազմական դրություն մտցնելով։ Նա տեսնելով ժամեր առաջ տարածված Փաշինյանի, Էրդողանի եւ Ալիևի սիրառատ ժպտուն լուսանկարները, որևէ մեկը կասկածում է, որ Փաշինյանը իր իշխանությանը վտանգ սպառնալու առաջին իսկ ազդակի դեպքում կարող է իր կիրթ ու կառուցողական գործընկերոջը խնդրել մի փոքրիկ էսկալացիա նախաձեռնել, հիմք ունենալու համար երկրում ռազմական կամ արտակարգ, այս դեպքում ռազմական դրություն սահմանելու եւ չեղարկելու իրեն պարտված ճանաչող քվեարկության արդյունքները։ Մենք դա արդեն տեսել ենք։ Օրինակ Ջերմուկյան պատերազմի եւ դրան հաջորդած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրինակով դա տեսել ենք։ Մենք իշխանասարում, որտեղ մենք գիրքեր հանձնեցինք ու էական նահանջ ունեցանք, մի քանի օր անց հաղթեց ԿՊ-ն Սիսիանում։ Եվ պետք է լուրջ հետաքննել այդ բոլոր դեպքերը ու հասկանալ, որ ընտրախախտումները արվում են համակարգային բնույթի եւ ոչ մեր աչքի տեսած ու սովորածով, որը մենք տեսել ենք 90-ականներից։ Հետևենք process-ներին, տեսնենք դրանք ինչունով կզարգանան, կարծում եմ դեռ առիթներ կլինեն զրուցելու համար, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Հարգելի հեռուստատողներ, ես զրուցում եի լրագրող Դավիթ Սարգսյանի հետ, կհանդիպենք։